Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալը մոտենում է իր վճռորոշ պահերին և հիմա ամեն ինչ ավելի անկանխատեսելի է, քան երբևէ։ Թվում էր, թե Ռեբեկկան վերջապես կազատվի իր առջև ծառացած վտանգից, բայց իրականում նա կրկին հայտնվում է դրամատիկ իրադարձությունների կենտրոնում։ Վահեի տանն իր կյանքը վտանգված տեսնելուց հետո Ռեբեկկան թվում էր, թե ազատվել էր այդ մղձավանջից, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Նա փրկվեց, բայց Հարութ Արշակյանի մարմնավորած կերպարն առեղծվածային անհատը, ով հայտնվեց նրա կյանքում հենց ամենավտանգավոր պահին, դարձավ զոհ։ Այս անգամ նրա ընկերը, մի մարդ, որից ոչ ոք վտանգ չէր սպասում, զայրույթի պահին դանակահարում է նրան։ Դա անսպասելի հարված էր բոլորի համար, բայց առավել ևս Ռեբեկկայի համար։ Նա չէր կարող հավատալ, որ Փրկիչն այժմ ինքն իր օգնության կարիքն ունի։ Ռեբեկկան առանց վարանելու վերադառնում է նրա մոտ և փորձում է օգնել։ Նա խուճապահար է, բայց վճռական, հասկանալով, որ այս անգամ պետք է ինքը փրկի նրան։ Արդյոք նա կկարողանա հասցնել ժամանակին օգնություն կանչել, թե ամեն ինչ կվերջանա ամենաանհաջող կերպով։ Մինչ այդ Միսակի ընտանիքը պատրաստվում է նրա թաղման արարողությանը, բոլորն այնտեղ են, անգամ նրանք, ովքեր հեռացել էին։ Արմանը, չնայած իր և Միսակի միջև եղած լարվածությանը, հեռվից հետևում է նրանց ընտանիքին, քանի որ Էլկան այնտեղ է։ Արմանը Սարոյանների ընտանիքի հանդեպ ունի իր հատուկ վերաբերմունքը։ Սարոյանը տեսնում է Արմանին հեռվում կանգնած։ Հնարավոր է սա լինի այն պահը, երբ Սարոյանը վերջապես կհասկանա իր սխալները։ Հնարավոր է, որ նա հասկանա Արմանն այդքան վատ չէր, որքան ինքն էր կարծում, հատկապես ողջ Ոչ մի բան մի հարցրեք։ Լիսայի կաֆե։ Անցի։ Եկել եմ գժական հաղորդման հյուր։ Ասացի Սորյան եմ, բայց մարդկար չթողեց։ Ինչ անեմ։ Կներեք։ Ինչ ես ուզում։ Ուզում հետևորդներդ ավելացնեն։ Ինչի համար։ Այսօրվանից Աննելիտը վլոգ ավարելու։ Վլոգ են դեռ ասում, թե վլոգ։ Վլոգ ավարելու։ Դուք էր։ Տորթ եմ թխել։ Ես էլի եկել մեր տուն։ Հա, լավ, տորտ ես բերել ինձ թխել, լավ։ Տեսակ։ Այն որ ասում են մարդիկ կան, չէ, որ միշտ խառն են, այ այդ մարդկանցից մեկը ես եմ։ Օրինակ վաղը առավոտյան պիտի հանգիստ արթնանայի, գնայի նկարահանման, բայց իմ կյանքում այդպես հանգիստ ամեն ինչ չի լինում։ Պարզվեց, որ ես վաղը շատ անհետաձգելի գործ ունեմ մեկ այլ քաղաքում։ Ես քիչ հետո պիտի Երևանից դուրս գամ, որ վաղը առավոտ հանգիստ գնամ հասցնեմ այդ ամեն ինչը, հետո տաքսի նստեմ հետ գամ Երևան, գամ հասնեմ տուն, որ իրերս վերցնեմ, գնամ նկարահանման։ Այսպես է։ Այս ամեն ինչը ինչու եմ բացատրում, որովհետև ուզում էի գալ տուն ու երեկվա Instagram-ի պատուհանիկում թողած մի քանի հարցերի մանրակրկիտ պատասխանել ու մի քանի պարագաներ կար, որ աղջիկներին էր հետաքրքիր, խնամքի եւ դրման հետ կապված, ուզում էի ցույց տալ, բայց այսօր չի ստացվի, փաստորեն։ Ես արդեն գնում եմ։ Գիտեք ինչի վրա է սենց հրճվում, որովհետև եկել ենք նկարահանման ու այստեղ տաշի տուշի է։ Մատաղի արարողություն է, ես տանել չեմ կարողանում նման բաները, իսկ նոնան հիացած է այս ամենը։ Չէ, շատ ծանր օր է։ Չեն մորթում գարեն եկեք։ Ոչ, հենց մորթեն չէ, ոչ։ Բարի օր բոլորին, չնայած նրան, որ ձայնս մի փոքր խզված է ու ջերմություն ունեմ, չնայած չգիտեմ այս պահին էլ ունեմ թե չէ, բայց առավոտյան ժամը 10-ից սկսել են մեր նկարահանումները եւ դեռ շատ տեսարաններ ունենք նկարելու։ Ես այնքան ասեցի, վաղուց չեմ հիվանդացել, 1-2 տարի է գրիպ չեմ ընկել, մի խոսքով, այն ոնց ասում են, գլխիս եկավ։ Իրականում աչքերս շատ շաղված է ու անընդհատ փակվում է։ Ռեժիսորս քիչ առաջ ուղարկել էր պատուհանի մոտ մաքրոտ շնչելու, որ
կարողանամ շարունակել, որովհետև քնում էի ընթացքում։ Վա։ Բարի օր բոլորին։ Չնայած նրան, որ ձայնս մի փոքր խզված է ու ջերմություն ունեմ, չնայած չգիտեմ այս պահին էլ ունեմ թե չէ, բայց առավոտյան ժամը 10-ից սկսել են մեր նկարահանումները եւ դեռ շատ տեսարաններ ունենք նկարելու։ Ես այնքան ասեցի, վաղուց չեմ հիվանդացել, 1-2 տարի է գրիպ չեմ ընկել, մի խոսքով, այն ոնց ասում են, գլխիս եկավ։ Իրականում աչքերս շատ շաղված է ու անընդհատ փակվում է։ Ռեժիսորս քիչ առաջ ուղարկել էր պատուհանի մոտ մաքրոց շնչելու, որ կարողանամ շարունակել, որովհետև քնում էի ընթացքում։ Վա։ Նախորդ ստորին շատ լավն էր, ուղղակի ափսոս ֆիլտր էի օգտագործել ու MI դեմքն ամբողջովին փակվել էր։ Այ դրա համար կնկարեմ քեզ Ադրինե ջան առանց ֆիլտրի։ Այո։ Մենք չունենք նման կոմպլեքսներ։ Այնպեսին է, ինչպեսին էկրանը։ Միշտ։ Լավ, իսկ դուք գիտեք մեզ քանի տեսարանը մնացել է։ Մեզ բաժանեց։ Առանց դել էս գալիս խանգարում եմ։ Ուր գնաց։ Դուք գիտեք մեզ քանի տեսարանը մնացել է Սուրնանա։ 16։ Դու մտածի, ես մի քանի տեսարան եմ ունեցել, հիմա էլ ազատ։ Այո, ես Երևանից ծանր գրաֆիկով աշխատում եմ։ Սիրով ձեզ համար։ Ոչինչ։